կողք կողքի դրված վանդակներում մեկում այծն է, մյուսում գայլը։ Չանցած մեկ ամիս այծը սթրեսի պատճառով սատկեց։ Գայլն այծին չէր կարող վնասել, որովհետև գտնվում էր առանձին վանդակում, բայց դա չխանգարեց այծին սթրես ապրել, որովհետև նա մինչ այդ տեսել էր, ինչ կարող է անել գայլը այծին։ Ապացուցված է, որ մարդկային սթրեսների միայն 3-ից 5%-ն են հանդիսանում սեփական փորձի արդյունք, իսկ սթրեսների 95%-ը մենք ապրում ենք ելնելով ընդամենը լսածից, ինչը եղել է ուրիշի կյանքում։ Մենք լսել կամ բեմադրած ֆիլմերում տեսել ենք, որ կա այսինչ խնդիրը, բայց ոչ ինքներս ենք տեսել, ոչ էլ ճանաչում ենք հավաստի մեկին, ով իրականում տեսել է։ Թեկուզ խնդիրն իրականում առկա է, սակայն գտնվում է կողքի վանդակում։ Մենք պաշտպանված ենք նրանից, բայց դա մեզ չի խանգարում սթրես ստանել, որովհետև մենք լսել ենք։ Լսելուց գալիս է հավատքն ու վստահությունը, իսկ հավատքը միակ ուժն է մարդուն հաղթող կամ պարտվող դարձնելու։ Հետևեք այն ամենին, ինչ լսում եք։ Դա ի զորու է փոխել ձեր վերաբերմունքն ու որոշումները ապագայի վերաբերյալ։ Կարող ես մեկ սխալ կամ անհիմն լուր լսելով կայացնել սխալ որոշում, ինչը ապրելու ես ապագայում դու եւ քո սերունդը։